Ողջույն, այսօր 3 նոյեմբերի 21:00 2025 թվական զայրույթով և կրկին անգամ ցավով եմ ցանկանում խոսել ձեր հետ։ Հայաստանում այսօր նույնիսկ մեծամասնություն է կազմում այն հասարակության մասը, ովքեր տեղյակ չեն, որ Հայաստանը բզկտվում է, Հայաստանը տրվում է թշնամիներին, տեղյակ չեն նույնիսկ, որ ադրբեջանցի ստահակը ցանկանում է մոտ արդեն ոչ թե 300,000, այլ 1,5 միլիոն ազերի բերել և բնակեցնել Հայաստանում։ Տեղյակ չեն դրանից։ Տեղյակ չեն, թե ինչպես եղավ, որ ցուցադրել են, բացատրել են, որ 20 թվականին Ադրբեջանի Սովետական Հանրապետության ղեկավար Նարիմանովը հայտարարել էր, որ Նախիջևանը, Սյունիքը և Արցախը դա Հայաստանի անբաժանելի մասն է։ Սակայն պատմությունը այնպես ընթացավ, որ ոչ Նախիջևանը, ոչ Արցախը այսօր և շուտով ոչ էլ Սյունիքը չեն լինելու Հայաստանի մաս։ 20-ական թվականներից սկսած այսպես կոչված արհեստական ստեղծված Ադրբեջան պետությունը 60,000 քառակուսի կիլոմետրից դարձել է 66,000 և դա այն դեպքում, որ Հայաստանը պակասել է նույնքան անգամ։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Բզկտում է Հայաստանը այսօր այսպես կոչված իշխանությունը։ Շատ շուտ մոռացվում է այն փաստը, որ Վավայի Վիժվասկ ստահակը հայտարարեց, որ ինքը հպարտ է մեր պարտությունով, այսինքն իրենց պարտությունով։ Դա կազմակերպված հանցագործություն էր, որի հետևանքով Հայաստանի մեծ մասը, Արցախը, մեծ մաս այն նպատակով եմ հայտարարում, քանի որ դա մեր պատմական այն մասն էր, որը հազարավոր տարիների ընթացքում ոչ մի անգամ չէր դատարկվել իր բնակչությունից։ Մոտ 5,000 տարի հիշատակվում է Արցախը որպես հայկական տարածք, որպես հայկական պետականության մաս և այդպիսի բան չէր եղել, ոչ մի թշնամի չէր կարողացել դատարկել Արցախը բնովին և տալ թշնամուն։ Հասարակությունը մեծամասամբ դա բալաստ է իրենից ներկայացնում, ինչպես որակավորել եմ, ստամոքսի արգազմ տենչող մի հասարակություն է, որը արժանի է վերացման, առանց դրա Հայաստանը չի փրկվելու։ Եվ
հայկական պետականությունը շուտով ընդհանրապես վերանալու է։ Ստահակների այս ոհմակը, որի հիմնադիրն է, նորից պետք է կրկնեմ, հայ ազգի ամենամեծ թշնամի Լևոն Տեր-Պետրոսյանը, որը վերացրեց արդյունաբերությունը, վերացրեց հայկական հավատքը, բերելով արտերկրից եհովականներին և դրանից հետո բազում այլ սեկտանտների։ Նպատակ էր դրել նաև հայկական պետականության հիմնադիր սյուներից մեկը վերացնել, դա քրիստոնեությունն է։ Վերացրել էր ամենահիմնական արդյունաբերությունը, մի պետություն, որ նորից պետք է կրկնեմ 64 թվականին ատոմային արագացուցիչ ուներ։ Հզոր գիտնականներով, հզոր արդյունաբերությունով պետությունը ընդամենը 2 տարվա ընթացքում վերացրեց, դարձրեց ողորմելի մի տարածք, որի գոյաբանությունը վերջնականապես պետք է վերացնի Վավայի վիժվածքը։ Շատերը նրան նմանացնում են Կիմ Չեն Ինին, սակայն նորից պետք է կրկնեմ, որ կերազենք, եթե այդպիսի ղեկավար ունենայինք։ Ղեկավար, որը 26 միլիոնանոց պետությանը այնպիսի հզորություն է տվել, որ այսպես կոչված շոուի գլխավոր կենտրոն Ամերիկայի Միացյալ Նահանգները վախից ուղղակի ճողոպրեցին Հյուսիսային Կորեայի սահմաններից, ցանկություն էին հայտնել գրավել և սաստկեցնել Կիմ Չեն Ինին։ Միակ ստահակը, որը իր ազգի, իր ժողովրդի, իր պետականության թշնամին է եղել, դա Պոլ Պոտն է, որը նույնպես ֆրանսիական խաղաղությամբ վայրագային քաղաքականությունները տարածել իր ամբողջ երկրի վրա։ Մոտ 3 միլիոն կամբոջացիների վերացրեց այդ ստահակը և նրա վախճանը եղավ ջունգլիներում հեռավոր կենտրոններից, այնպիսի ստահակ էր, որ նույնիսկ ակնոց կրելու համար մարդուն մահապատժի էին ենթարկում։ Այսինքն մարդ, որը ընդունակ էր նույնիսկ կարդալու և գրելու, նրա համար թշնամի էր և բալաստ իրենից ներկայացնող հանցագործ ստահակներին հրահրում էր, որպեսզի վերացնեն գիր ու գրականություն իմացող հասարակության մասին։ Միայն այդ սրիկա Պոլ Պոտին է հաջողվել վերացնել իր իսկ ազգության մոտ 40%-ը և նրան միայն կարելի է համեմատել այնպիսի ստահակների շարքին, ինչպիսին են Հիտլերը, ինչպիսին է Պինոչետը և նմանարկում է այդ ստահակին Վավայի վիժվածքը։ Ամբողջ աշխարհով մեկ տարածված հայկական սփյուռքը իր ինքնությունը պաշտպանել է և պահպանել է եկեղեցու շնորհիվ։ Նորից եմ կրկնում, որ ես աթեիստ եմ, սակայն որպես հայկական մշակույթի անբաժանելի մաս
սրբակոչում եւ սրբությամբ եմ վերաբերվում մեր եկեղեցու հետ։ Իհարկե Գարեգին երկրորդը դա Վազգեն առաջին չէ, նրա ազնվությունը եւ նրա հստակ հայրենասիրությունը չկա Գարեգին բայի մոտ։ Նա նույնիսկ չի կարելի ինչ որ կերպ համեմատել, ասենք, Ներսես աշտարակեցու հետ, համեմատել Չորեքչյանի հետ, համեմատել arczepiskopos Հաշտարխանի arczepiskopos Աղիթունսկու հետ, այդպիսի նվիրյալ եկեղեցականներ, եկեղեցու ղեկավարներ ունեցել ենք, սակայն դա չէ այսօր կարևորը, մարդ, որը նորից եմ կրկնում, հանձնել է թշնամուն Արցախը, այսօր փաստորեն Զանգեզուրն է կտրել մայր հողից եւ ցանկություն է հայտնել մոտ 1,5 միլիոն թուրք ազերիների վերաբնակեցնել Հայաստանում, մարդ, որը կատարում է մեր թշնամիների հրահանգները եւ մինչեւ օրս դեռ կենդանի է, շնչում է եւ գոյություն ունի մեր սուրբ հողի վրա։ Ինչքան կարելի է բացատրել, որ հայրենիքը դա սրբություն է, հայրենիքը այն հասկացողություն է, որը պետք է միշտ գերադասի ամեն մի այդ հայրենիքում բնակվող մարդու համար։ Սակայն այս վիժվածքը բսկտում է հայրենիքը, ուղղակի ծիծաղ է առաջանում եւ տխրություն, երբ ցուցադրում են, որ նա իրանցում պատ է կառուցել, պատ, որը հասարակ մեքենայով հարվածելուց կշրջվի, այդպես է իհարկե նա հավատացնում այն բիոմասային, որը միայն ստամոքսի արգազմ է սպասում։ Դելիմիտացիա է կատարում, դա դեմիլիտացիա չէ, դա դելիկվիդացիա է։ Ինչքան կարելի է բացատրել, հասկացնել, որ հայրենիքը այդպես չեն փրկում։ Ստահակ Լևոնը վերացնելով արդյունաբերությունը Հայաստանը վերածեց մի տարածքի, որտեղ առևտրավաշխառողական միայն գործողություններ են կատարում։ Չկա արդյունաբերություն, չկա պետականաշինություն եւ իհարկե այդպիսի տարածքը շուտով անցնելու է ուժերների ձեռքը։ Ինչքան կարելի է բացատրել այս հասարակ թվաբանությունը, ինչքան կարելի է հասկացնել, որ մեր ազգի ամենամեծ թշնամին այսօր հասարակության մոտ 60%-ն է, որը կազմում է ստամոքսի արգազմ տենչող մի խաժամուժ։ Եվ դրա վերացումով կարելի է փրկել Հայաստանը։ Հայաստանում, նորից եմ կրկնում, միանձնյա ղեկավար պետք չէ։ Պետք է 15 ընտրյալներ լինեն 15 նահանգներից եւ Արցախից ու Սփյուռքից, 11 մարզեր կան Հայաստանում, Արցախ եւ 2 ներկայացուցիչ Սփյուռքից։
պետք է փրկել հայրենիքը եւ անտարբերություն է տիրում Հայաստանում մեծ մի մասայի մոտ, որոնք նույնիսկ տեղյակ չեն, որ Հայաստանում շուտով վերաբնակեցվելու են 1,5 միլիոն թուրքեր, ազերիներ։ Հայաստանին պետք է ոչ մի կուսակցական ղեկավար, ոչ մի կուսակցություն, Հայաստանը պետք է վերացնի կուսակցություն հասկացողությունը, պետք է թքած ունենա միջազգային նորմերի վրա, որոնք ընդհանրապես այժմ գոյություն չունեն։ Մի շոումեն, տահաս արդեն խելքը կորցրած մարազմով տառապող Թրամփ են ասում Տրամփին, իր հայտարարությունով 8 պատերազմ է կանխել։ Ինչ պատերազմներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միայն կարող են հրահրել պատերազմներ։ Հրահրելով վերացնել կառավարություններ, պետականություններ, ազգություններ, դա է նրանց քաղաքականությունը եւ այժմ որտեղ գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերացրել են որոշ հաշվարկներով 30-ից մինչև 120 միլիոն տեղաբնակների, այսինքն ամերիկյան հնդիկների։ Եվ այդպիսի մի պետականություն է Թուրքիան, որը 100%-ով բռնագրաված տարածք է, որը խլել են հույներից եւ հայերից, այսօր պետականություն են կազմել այնտեղ եւ դեռ շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը։ Ինչքան կարելի է կրկնել, որ այսօրվա Հայաստանում բնակվող հասարակությունը դա 1813-1828 թվականի ռուս-պարսկական համաձայնագրերի պատերազմից հետո, Ռուսաստանի հաղթանակից հետո Պարսկաստանին ստիպելով 14500 ընտանիք բերեց այսօրվա Արևելահայաստան, որտեղ էլ հիմնվեց այսօրվա Հայաստանի Հանրապետությունը եւ Վավայի վիժվածքը ցանկություն է հայտնել 3-րդ հանրապետություն ստեղծել։ Համարակարել պետությունը ուղղակի ծիծաղ է առաջանում։ Ծիծաղ է առաջանում նրա կառուցած պատը եւ ստահակների այս հայրենադավերի խմբակը տիրում է Հայաստանին։ Իհարկե դա Հայաստանում հասարակության անտեղյակ լինելն է, հասարակության անգրագիտությունն ու տհասությունն է, որը վերջին հաշվով բերելու է Հայաստանի վերացման։ Նորից եւ ամեն անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանը կարելի է փրկել միայն անժամկետ անկուսակցական ռազմական խորհրդով։ Պետք է նույնիսկ նմանվել մեր ազգի համար ամենամեծ թշնամի ազգությանը, հրեաներին, որոնք 2000 տարի իրենց պետականությունը, այսպես կոչված պետականությունը զավթողական պատերազմներով բնաջնջելով տեղաբնակներին, ինչպեսիք էին արմելիքները, բացատրել եմ, ասել եմ, որ ավետյաց աշխարհում հայերն էին բնակվում, արմելիքները։ Եվ այսօր պետք է նմանակել այդ արեստածին
ազգությանը, որը 2000 տարի հետո նորից պետականություն ստեղծեց, խաբելով բոլորին, թքելով միջազգային բոլոր նորմերի վրա, զավթողական օկուպացիոն քաղաքականություն է տանում իր հարևանների նկատմամբ, նորից եմ կրկնում, դա ընդամենը 70 պաղեստինցիներ էին, որոնք գնալով Եգիպտոս, այդ ժամանակվա ամենազոր կայսրություն, վաշխառական արարքներով ստեղծեցին մի այսպես կոչված ազգություն, որը հետագայում նրանք անվանեցին հրեաներ, մոռանալով իրենց արմատները և մոռացության տալով ամբողջ աշխարհին, որ իրենք այդպիսի արմատներ չունեն։ Եվ ահա մեր ողորմելի այսպես կոչված հնագույն ազգի ճակատագրին անդրադառնանք։ Վերացել է ամեն մի մարդկային հասկացողություն Հայաստանում։ Ընդդիմություն գոյություն չունի, ուղղակի շոուի մասնակիցներ են, որոնք պարբերաբար ինչ-որ մտքեր են արտահայտում, քննադատելով Վավայի վիժվածքին։ Եկեղեցիներ են քանդելու, պետականություններ են քանդելու, ինչի մասին է խոսքը։ Արցախը այդ դեռ արյունը հոսում է, վիրավորված կիսամեռ Արցախի արյունը դեռ հոսում է, իսկ Հայաստանում մոռացել են դրա մասին։ Շոուներ են կազմակերպում, համերգներ, և իհարկե այդպիսի հասարակությունը չի կարող հայրենիք պահպանել։ Վերջին պորտալարը, որ սնվում էր Հայաստանը այսօր մեզ փրկած ռուս ազգից, դա այն է, որ հացահատիկն էլ իբր թե Ադրբեջանի միջոցով է գալու Հայաստան։ Ինչի մասին եք խոսում։ Վավայի վիժվածքի պատն է փրկելու ձեզ, ծիծաղ է առաջանում, թե եկեղեցի եք փրկելու։ Դա մեր մշակույթն է եղել, դա մեր ազգային խորհուրդն է եղել, իհարկե դա էլ պետք է վերացնի, քանի որ կան մարդիկ դեռ հիշում են, որ Արցախ է եղել, հիշում են, որ Մեղրի ենք ունեցել, հիշում են, որ Նախիջևան ենք ունեցել, և ցավալին է ոչ ոք չի հիշում, որ Նարիմանովը, Ադրբեջանի ղեկավարը, բացահայտ հայտարարել էր, որ Նախիջևանը, Արցախը և Սյունիքը մերն են։ Ինչ է կատարվում Եվրոպայում։ Եվրոնյուզը դարձել է Ադրբեջանի ուղղակի գովազդի կայան։ Նախիջևանն են ցուցադրում, գովաբանում են Նախիջևանի ընդերքը և հարստությունները։ Ինչի մասին եք խոսում։ Եվրոպա եք ցանկանում գալ։ Եվրոպան արդեն ինքն է բնաջնջվում։ Քանիցս բացատրել եմ, որ Եվրոպարլամենտին առաջարկել է, եթե ցանկանում են եվրոպացի դառնալ, փախստականները պետք է կնքվեն։ Հասարակ մի բան։ Իսկ Եվրոպան 10 միլիարդ եվրո է հատկացնում Թուրքիային, որպեսզի իբր փախստականների հոսքը կրճատի։ Ինչպիսի հիմարություն։ Իսկ այդ 10 միլիարդ եվրոն
Թուրքիան հասկանալ է, թե ինչպես է օգտագործում։ Հոսքը մեծացնում է և մահմեդական որցերի քանակը շատացնում է Եվրոպայում։ Ահա թե ինչ է կատարվում Եվրոպայում, ահա թե ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Օկուպանտ, շոումեն Տրամպի ղեկավարությամբ։ Ցավալի է, բայց փաստ է։